Ընդհանրապես, ապա տեղեկատվությունն ու մանիպուլյացիան սկսվում է այնտեղ, երբ կա ինֆորմացիայի բաց։ Եվ պետական կառույցները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ ինֆորմացիոն բացը չլինի։ Ինչ եք կարծում, այստեղ կա թերացում։ Ես շատ հաճախ կարծում էի, որ մենք բավարար չենք լուսաբանում մեր աշխատանքը։ Բայց հետո ես սկսեցի կարծել, որ մենք բավարար չենք լուսաբանում մեր աշխատանքը, կատարված աշխատանքը համարժեք սոցիալական ցանցերում, որովհետև մի պահ, երբ որ թվում էր, թե բոլոր լրատվականների հետ խոսել ես, հարցազրույցներ բավարար տրվել են, երիտասարդների հետ հանդիպումների ընթացքում ես նկատում էի, որ բացեր կային։ Ու այնպիսի նախագծերի կամ ծրագրերի վերաբերյալ, որոնք ինձ պարզապես ապշեցնում էին։ Թվում էր, թե օրինակ TRIP նախագծի մասին ամեն ինչ ասվել է տարբեր մակարդակներում, տարբեր խոսնակների կողմից, բայց ուսանողների հետ հանդիպումների ժամանակ ցավով պետք է նշեմ, որ նկատում եմ, որ իրենք տեղեկացված չեն։ Եվ դրա համար է, որ падգամավորների մի մեծ հոսք տեղի ունեցավ դեպի TikTok, որը մենք սկսեցինք օգտագործել ըստ անհրաժեշտության տեղեկատվական բացերը կամ այլ կերպ ասած ճիշտ տեղեկատվական հարթակներում տեղեկատվական բացերը լրացնելու համար։ Եվ մենք այսպես թե նախարարները, եթե նկատել եք վարչապետը, падգամավորները շատ ակտիվ, շատ պարզ մեխանիզմներով, որովհետև եթե օրինակ Facebook-ում կամ Instagram-ում մի ֆորմատ է աշխատում, TikTok-ում աշխատում է մի ֆորմատ, երբ որ դու ուղղակի միացնում ես կամերան, կոչվում է խոսող գլուխների ֆորմատ։ Ես սկսում պարզապես խոսել քաղաքացու հետ։ Եվ մենք սկսեցինք մեր գործիքները փոխել։ Դուք նշեցիք, որ քաղաքական հաղորդակցությունը տեղափոխվել է սոցցանցեր, եւ հասկանում եմ, որ շատ լավ եք դեր այդ նոր տենդենսին վերաբերում։ Ուզում եմ հասկանալ, կարծում եք, որ շուտով ավանդական մեդիան զիջելու է սոցցանցերին։ Չէ, ես այդպես չեմ կարծում, ես կարծում պարզապես ամեն լսարան իր պահանջներն ունի, ամեն սերունդ իր պահանջներն ունի եւ պետք է նախ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մոտ, որովհետեւ իրանք այդ ավանդական մեդիա հարթակներ գնան եւ դրա համար կարելի է կարճ տեղեկատվություն տալ, եկեք հիշենք, որ TikTok-ում ամենալավը ֆորումն են ռիլերը, հա, որոնք ընդամենը մինչեւ 2 րոպե են։ Եվ բնական է, որ դու 2 րոպեում չես կարող տրամադրել այն տեղեկատվությունը, որ կարող ենք ես ու դու այսպես ես եւ դուք այսպես հանգիստ զրույցի ընթացքում բարձրաձայնել, խոսել, բոլոր կողմերից դրան անդրադարձ տալ։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ հետաքրքրություն առարկայի նկատմամբ կարելի է զարգացնել ոչ ավանդական հարթակներով, Instagram, Facebook նույնպես, եւ իրենց արդեն ուղղորդել ճիշտ տեղեկատվություն ստանալու։ Ամեն դեպքում սրանք տարբեր հարթակներ են, որոնք տարբեր ծրագրեր են պահանջում։ Բայց ավանդական մեդիայի ամենամեծ, այսպես պլյուսներից մեկը այն է, որ այդ ոլորտը կարգավորվում է, բայց մենք տեսնում ենք, որ սոցցանցերը չեն կարգավորվում, այդ ոլորտը չի կարգավորվում եւ կան բազմաթիվ խնդիրներ։ Ինչ է կարծում, պետք է արդյոք ինչ-որ ժամանակ հետո մենք գնանք դրան, որ կարգավորվի այդ ոլորտը, որովհետեւ այն ահռելի ինֆորմացիոն հոսքերը իսկապես կարող են ինչ-որ ժամանակ հետո լուրջ խնդիրների հանգեցնել։ Միջազգային փորձը ցույց է տալի, որ անհնար է ամբողջությամբ կարգավորել, որովհետև առանց պետության անունն ասելու մենք տեսնում ենք, որ ընտրական գործընթացների վրա եւ առհասարակ ժողովրդավարության պաշտպանության գործում որոշ զարգացած պետություններ ձախողել էին, որովհետև հաշվի չէին առել, որ TikTok-ում կան ալգորիթմներ, որոնք կարելի է ոչ թե հենց ընտրությունների նախաշեմին զարգացնել, այլ դրանք զարգացնել մի քանի տարի առաջ եւ պարզապես արդեն գործող իսկ ալգորիթմների հաշվին առանց որևէ գումար ծախսելու փոխել նախընտրական գործընթացներում տարբեր տեխնոլոգիաների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ անհնար է գերկարգավորել այս ոլորտը։ Բայց մենք ես ճիշտն ասած շատերը վախում են այդ գաղափարից։ Ես կարծում եմ հակառակը, մենք պետք է գործիքները այնպես օգտագործենք, որ դրանից մենք շահենք եւ հասկանանք տրամաբանությունը գործիքի։ Ես կարծում եմ, որ ապատեղեկատվությունը այստեղ է, այն միշտ լինելու է, այն 100% հաղթարել անհնար է եւ ապատեղեկատվությունը հաղթարելու միակ ձևը քաղաքացիների մեդիագրագիտությունը բարձրացնելն է։ Այո, դա շատ երկարաժամկետ է։ Այո, գալիք ընտրությունների վրա դա գուցե ազդեցություն չունենա, բայց դա է միակ գործիքը, որովհետև ալգորիթմները այնպիսին են, ել եմ ասում, որ ընտրությունը ելքի վրա կարող են ուղիղ ազդեցություն ունենալ, բայց օրինակ դատարանները չկարողանան ապացուցել, որ ինչ որ այլ երրորդ պետություն այնտեղ ֆինանսական հոսքեր ներդրել։ Այսինքն օրինակ, եթե մենք փորձում ենք կարգավորել եւ ճիշտ ենք անում, որպեսզի կուսակցությունները լինեն թափանցիկ, մեդիան լինի թափանցիկ, մենք իմանանք ով է ֆինանսավորողը, սոցիալական ցանցերում ալգորիթմների հաշվին այս ամբողջը այլ ձև է տեղի ունենում։
Դուք խոսեցիք մեդիագրագիտության մասին, ուզում եմ իմանալ ինչ է արել եւ ինչ է անում պետությունը, որպեսզի ապահովի մեդիագրագիտությունը։ Դե գիտեք, դպրոցներում ներդրած ծրագրերի մասին, որոնք այո գալիք սերունդի արդեն գիտակցության փոփոխություն են ենթադրում, բայց ես կարծում եմ այն պահից, եւ որ մեր քաղաքացիները սկսեցին ավելի զգուշորեն ընտրել աղբյուրը, միշտ ստուգել այն աղբյուրը, որից ընթերցում ենք, մենք այդ պահին կարող ենք զգալ, որ իսով չափ գոնե հաջողել ենք, որովհետև ես նկատում եմ, որ մեր քաղաքացիները շատ զգուշ են մոտենում, սկսել մոտենալ տեղեկատվության աղբյուրին, մեր տառապանքը փորձ ունի եւ քաղաքացիները մի քանի անգամ վառվել են, այսպես ասած, ապա տեղեկատվության ֆոնին, քաղաքական գործիչների կողմից պայքարի համար աղբյուր հանդիսացող սուտ տեղեկատվության տարածման ֆոնին, այսինքն կարելի է ոսկեպարի օրինակով շատ բան բացատրել, օրինաչափ է այս օրինակը, բացատրեց թե արդյոք իրենք դրանից հետո այդ քաղաքական ուժին, այդ քաղաքական միավորին վստահել են, վստահաբար ոչ։ Կիրանցի մասով բնականաբար ոչ, եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները տառապանքով սկսել են զատել եւ ավելի զգուշ լինել տեղեկատվության նկատմամբ, որը իրենց մատուցվում է, բայց ամենամեծ դերակատարություն ես իմ տեսանկյունից եմ ասում, ես հասկանում եմ, որ ձեր տարբեր հյուրեր կարող են տարբեր պատասխաններ ունենալ, բայց քանի որ ես օրինակ արտաքին ոլորտի հետ եմ շատ առնչվում, այսինքն ես մեր թիմում արտաքին ոլորտի վերաբերյալ եմ սովորաբար ելույթներ ունենում, հարցազրույցներ, քաղաքացիների հետ հանդիպումներ, ինձ համար այստեղ ամենակարևորը այն էր, որ մենք օրինակ բանակցային գործընթացի փաթեթները ամբողջությամբ գաղտնաձեռնեցինք եւ դրան Ղարաբաղի հիմնախնդիրը դարձրինք փաստահեն տեղեկատվություն, որի շուրջ քաղաքական մանիպուլյացիաները իմ տրամաբանությամբ վերացան։ Կամ օրինակ շատ կարևոր է ինձ համար, որ Միացյալ Նահանգներում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը գաղտնաձեռնվեց եւ հանրահռչակվեց, TRIP նախագիծը իմ համար հիմա շատ հեշտ է մեր քաղաքացիների հետ, մեր երիտասարդների հետ շփումը այս թեմաներով, որովհետեւ ամեն անգամ ես իրենց խորհուրդ եմ տալի։ Իմ ասածից անդին գնացեք եւ ստուգեք փաստաթղթերը, որովհետեւ այնքան է դեմոնիզացվել այն ամեն ինչ, որ արվում է, խաղաղությունը, արտաքին հարաբերությունը կարգավորումը հարևանների հետ, որ դրանց շուրջ խոսելիս նաև էմոցիա կա, այդ էմոցիան կոտրելու միակ ձևը իմ տրամաբանությամբ ասել ես քաղաքական գործիչ եմ, դու իմ ամեն ասածը կարող ես ընկալել որպես քաղաքական մեկնաբանություն, գնա եւ կարդա ամեն բան այնտեղ է։ Լրագրողը դա կապող օղակն է քաղաքացու եւ քաղաքական գործչի միջեւ։ Դուք իրենց բացառում եք այլևս։ Չէ, իհարկե ես բացառել չեմ կարող եւ դա է պատճառը, որ ես սիրով համաձայնում եմ հարցազրույցների, բայց եկեք այստեղ մի հատ կարեւոր շերտ բացենք։ Օրինակ վստահ եմ նայել եք ճեպազրույցները ազգային ժողովում։ Արդյոք ես կարող եմ ասել, որ բոլոր լրագրողներն այնտեղ լրագրող են։ Չէ, ես նման պնդում չեմ կարող անել։ Ես չեմ խնդրայնացնում կամ հարցականի տակ չեմ դնում իրենց մասնագիտական հմտությունները եւ այլն, այո, իրանք հավատարմագրված մեդիա ներկայացուցիչ են։ Բայց երբ որ ես տեսնում եմ իրենց վարքագիծը, ինձ երբեմն թվում է, որ այնտեղ քաղաքական գործիչների բանավեճ է։ Եվ նկատած կլինեք շատ հաճախ, որ պարզապես կիսատ են մնում ճեպազրույցները, որովհետև ճեպազրույցը չի վերածվում լրագրող, որը փորձում է բացահայտել ճշմարտությունը կամ վերհանել այն սուտը, որ այս պահին քաղաքական գործիչն ասում է, այդ է վերածվում է բանավեճի։ Արդյոք ես կհամաձայնեմ հարցազրույց նման լրագրողին, բնականաբար ոչ, որովհետև եթե ես ուզում եմ բանավիճել, ես բանավիճում եմ խորհրդանում իմ գործընկերների հետ, ովքեր դրա համար մանդատ ունեն։ Այդ պահին լրագրողը ինչ մանդատով է ինձ հետ բանավիճում։ Ես դա չեմ ընդունում, ինձ համար անընդունել է այդ ֆորմատը։ Ես շատ կողմ եմ սուր հարցադրումների։ Ինձ դուր են գալի բոլոր այն հարցազրույցները, որտեղ կան սուր հարցադրումներ եւ որտեղ որ ես կարողանում եմ մեր քաղաքացուն այդ սուր հարցադրման արդյունքում ասել, ներկայացնել մեր դիրքորոշումը։ Բայց երբ որ այն վերածում է բանավեճի եւ ցավոք սրտի ես օրինակ պետքա բերեմ Մարիա Կարապետյանի հարցազրույցը Ազատությանը։ Այն վերածվել էր բանավեճի եւ ես իհարկե հիացած եմ իմ գործընկերոջ համբերությամբ, բայց ես կարծում եմ, որ մենք պարզապես չպետք է համաձայնենք այդ ֆորմատը եւ չունի լրագրողը այն մանդատը, որով ինձ հետ պետք է բանավեճի մեջ մտնի։ Այդ խնդիրը ինչու է առաջանում ըստ ձեզ։ Ես կարծում եմ, որ հետհեղափոխական շրջանում մեդիա ոլորտը նույնպես շատ մեծ, գիտեք,
ոչ թե տեղաշարժ տեղ ունեցավ մեդիա ոլորտում, ինքը սկսեց ինքն հին իր վիճակից, երբ որ մենք գիտենք, որ մեդիայի գրեթե 70%-ը վերահսկվում էր նախկին իշխանությունների կողմից, սկսեց փորձեց եւ իսկապես շատերը նորերը ստեղծվեցին գործել որպես ազատ մեդիա իր կարևորագույն առաքելությամբ, բայց մնացածը պարզապես իրենց տեղը ժողովրդավար երկրում չեն գտել։ Եվ իրենց առաքելությունը չեն գտել, այսինքն իրենք կարծում են, որ այդ բանավիճային ֆոնին իրենք դառնում են ավելի գրավիչ, գուցե կամ իրենց լսարանին են բավարարում, բայց ես այդպես չեմ կարծում։ Եթե մենք ռեյտինգներն էլ նայենք, վստահաբար այդպիսի հաղորդումներ ռեյտինգ ընդհանրապես չեն ունենում։ Ես կարծում եմ շատերը այս նախընտրական շրջանում ել ավելի են սրելու եւ դրա նպատակը մեկն է հայտնվել որևէ քաղաքական ուժի նախընտրական ցուցակում եւ մենք տեսնում ենք այդպիսի օրինակներ գուցե սրացումը դրանով է պայմանավորված, բայց շատերը ժողովրդավար միջավայրում չեն գտել իրենց տեղը։ Այսա։ Շատ լավ, ոլորտը շատ արագ է զարգանում եւ տպավորություն է, որ օրենքները հետ են մնում, այսինքն այն օրենքը, որ այսօր, այսպես ասեմ, ընդունվում է, մի քանի ժամ հետո արդեն կարող է ակտուալ չէ։ Համաձայն եք այս մտքի հետ։ Ես համաձայն եմ եւ ես նկատում եմ, որ հատկապես այս ոլորտով հետաքրքրված մեր պատգամավորները, ովքեր նախկինում են լրագրող են եղել, օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս։ Ես հիշում եմ, որ մի շրջան շատ ակտիվ էր այն տենդենսը, որ անանուն տելեգրամյան օրինակ ալիքներին հղում անելով պատասխանատվություն չէին կրում, այդ օրենքը լավարկվեց։ Ես նկատում եմ, որ deepfake-երի, AI-ի մուտքով արդեն ԲՏԱ նախարարությունն է որոշ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս։ Նաև նոր մարտահրավերներ են նկատում, որոնք օրինակ ալպետությունների կողմից մեր ներքին օրակարգերի խառնվելու փորձեր, այն ինչ որ սահմանադրությամբ եւ հարակից օրենքներով արգելված, այսինքն դա ենք փորձում կարգավորել, կրկին ԲՏԱ նախարարությունները այդ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս։ Օրենսդրությունը ինքը կենթանի մարմին է, միշտ լավարկման կարիք ունի եւ ոչ միայն մեդիա ոլորտին վերաբերող, ցանկացած ոլորտի վերաբերող, ինքը միշտ լավարկման կարիք ունի։ Ես օրինակ կարամ բերեմ ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին օրենքը, որը կրկին իրավապահ համակարգի հետ ես անձամբ կապի մեջ եմ, ամեն անգամ օրենքը լավարկում ենք, որովհետեւ ի հայտ են գալիս սուբյեկտներ, ի հայտ են գալիս միջավայրեր, որտեղ որ օրենքը չի կարողանում իր լավագույնս կիրարկումն ապահովել։ Սա էլ նույնն է եւ ես կարծում եմ մեդիա դաշտը ունի նաեւ մի սպეციფիկա, որ մենք կարողացել ենք մեդիա ոլորտը կարգավորող կազմակերպությունների հետ հուշագիր ունենալ, հանձնաժողովը ԿԳՄՍ եւ այս իմաստով մշտական կապը կարգավորելու համար այս խնդիրը կարեւոր է, բայց այս դաշտը նաեւ ինքնակարգավորման ես իրան ամբողջությամբ դիտարկում եմ որպես ինքնակարգավորվող նաեւ եւ շատ հաճախ զարմանում եմ եւ որ լրագրողներից որևէ մեկը ակնհայտ խախտում է օրինակ էթիկայի բոլոր նորմերը ճեպազրույցը պարզապես դադարում է, հա, որով այդ կոնկրետ լրագրողին պատճառով եւ այդ հանդուրժողականությունը մի տեսակ ինձ նաեւ զարմացնում է, որովհետեւ ես տեսնում եմ, որ ինչ որ լրագրող, որ եկել էր իսկապես նյութ ստանալու, իր օրվա գործը չի կարողանում ավարտի հասցնել, որովհետեւ եկել էր այժմ մեկը, ով փորձում էր քաղաքական բանավեճ նախաձեռնել։ Այս ոլորտի գլխավոր մարտահրավերները ըստ այսօրվա դրությամբ որոնք են եւ ինչպես եք դրանք լուծում կամ ինչ լուծումներ եք տեսնում։ Գիտեք, ցանկացած հարթակի մասին խոսելիս իհարկե ապատեղեկատվությունը հսկայական է եւ նկատի ունեմ ոչ միայն ավանդական մեդիա աուտլետները, այլ նաեւ սոցցանցերը եւ ինձ դուր է գալի այն որոշումը, որ մենք որպես թիմ կայացրել ենք ակտիվ ապատեղեկատվական արշավներ։ Այսինքն բոլոր հնարավոր ձևերով, մեթոդներով տարածել ճշմարտությունը։ Հիմա դա իհարկե մեդիա օրենսդրական կարգավորում չէ, բայց այս պահի դրությամբ ես չեմ կարող որևէ մեկը հստակ առանձնացնել։ Կարող եմ ասել, որ ֆինանսական թափանցիկություն իհարկե կուսակցությունների, ինչպես նաև մեդիա աուտլետների այդ մնում է շատ ռելևանտ եւ կարեւոր հարց, որովհետեւ ինչպես ես գնում եմ օրինակ, այդ օրինակը շատ ենք բերում, հա, թվասերը խանութից եւ ուզում եմ իմանալ ինչ բաղադրիչները,
ով է արտադրել, որտեղ, ժամկետը, ես նույն ձև եւ որ սպառում եմ տեղեկատվությունը, իսկ դա առողջության նաեւ անբաժանելի մաս է, որովհետեւ ինքը ուղիղ ազդեցություն ունի, ես ուզում եմ վստահ լինել, որ ինչ որ սպառել եմ, ինչ որ մեկի ֆանտազիան չէ, այլ տեղեկատվություն է։ Մեկնաբանություն չի։ Եթե ես քաղաքական մեկնաբանություն եմ ուզում, ես պետք է վերևը տեսնեմ, որ սա քաղաքական մեկնաբանություն է։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է մաքսիմալ հոգ տանենք մեր քաղաքացիների մասին, եւ ինչու ոչ, խոսենք նաեւ բացեիբաց, որ այս հոդվածը, այս հրատարակչությունը, այս լրագրողը բարբերաբար տարածում են այս սուտը, այսինքն չվախենանք թիրախավորումից, նաեւ այս առումով եւ անընդհատ խոսենք այս մասին։ Եվ իմ վերջին հարցը 3 խորհուրդ ապագա քաղաքական գործչին երիտասարդ մեդիայի աշխատանքի վերաբերել։ Չշտապել տալ առաջին հարցազրույցը, լինել ես օրինակ սկզբից կարծում եմ շտապել եմ եւ հետո չեմ երբևէ ամաչել ասել, որ այս պահին պատրաստ չեմ թեմայի առումով, պատրաստ չեմ կամ օրինակ հարցազրույցի ընթացքում ասել, որ սա կներեք իմ տնտեսական հարց է, սա իմ ոլորտը չէ, իմ գործընկերներն ձեր հարցին կպատասխանեն, այսինքն առաջինը չշտապել, երկրորդը չամաչել ասել, որ սա քո հետաքրքրության քո ոչ միայն հետաքրքրությունը, աշխատանքի ոլորտը չէ, եւ քո ոլորտով մաքսիմալ կարդալ, զարգանալ, տեղեկացված լինել, այսինքն սրանք համադրել։ Եվ երրորդը ես կարծում եմ, որ լեզվի իմացությունը կարևոր է թե ելույթների մասով եւ թե հարցազրույցների եւ քեզ թվում է թե դու լեզվին լավ ես տիրապետում, ամբիոնին մոտենալիս դու կարող ես հասկանալ, որ դա այդպես չէ եւ դա կարող է լինել էմոցիաների պատճառով, դա կարող է լինել պարզապես մթնոլորտը, հա, նիստերի դահլիճի եւ սկզբից միշտ տեքստ ունենալ, բայց հետո ունենալ այն հիմնական դրույթները, որի շուրջ դու ուզում ես խոսել, չկարչելու տեքստին, բայց անհանգստանալու պահին դա ձեռքի տակ ունենալու, որովհետև ԱԺ ամբիոնը այն ամբիոնն է, որը քեզ բացահայտել է որպես քաղաքական գործիչ, եւ հավանաբար տարբեր մեդիա աուտլետներ հենց այդտեղից են կադրեր տանելու, եւ դրա համար չամանչել կրկին տեքստի արտահայտությունից սկզբից եւ հետո արդեն նշումներից։ Ես կարծում եմ, որ այս մի քանի քայլը էականորեն փոխելու են քո ինքնավստահությունը, որը չի կարող քաղաքացին չզգալ ու չտեսնել։ Շնորհակալ եմ շատ